Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սարգսյան, ամփոփում ենք շաբաթը։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Շնորհակալություն Հավարյան։ Հետընտրական զարգացումները Հայաստանում, այս թեմայով ենք սկսում այսօրվա մեր զրույցը եւ ամփոփումը։ Ուժեղ Հայաստանը կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել պահանջելով չեղարկել ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, նաեւ վերակվեարկության պահանջ է ներկայացրել, որի մասով հանձնաժողովը պետք է առանձին որոշում կայացնի։ Երկու ընտրատեղամասերի արդյունքները անվավեր են ճանաչվել։ Գագիկ Ծառուկյանը սկսում է հայտարարել, որ սկսում է կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, էլի միասնական նորակարգի քայլերի մշակման համար դեռ քննարկվում է հարցը, թե ինչպես պետք է, որ ուղղությամբ պետք է տանեն իրենց քաղաքականությունը ընդդիմադիր ուժերը։ Մանդատների վայրդրման հարցներ քննարկվում, բայց կարծես թե այսօր ես այդ թեմայով դեռ չեմ լսել որևիցե պնդում, դեռ որոշում չի կայացվել, հակառակը քննարկում են գուցե մտնենք խորհրդարան եւ այն ընտեղ գտնվելով ավելի հեշտ Փաշինյանին կհանենք, թե մանդատները վայր դնելով։ Մի խոսքով մանդատների թեման էլ այդտեղ։ Ձեր գնահատականը, ԿՀ-ն էլ ասում է սպասեք, մենք ամսի 14-ին ձեզ արդյունքները կհրապարակենք վերջնական, վերահաշվարկները կատարվում են, սպասենք կիրակի օրվան։ Ձեր գնահատականը հետընտրական զարգացումների։ Դե տեսեք, եթե խոսքը գնում է նրա մասին, թե անդիմադիր ուժերը այդ այսպես կոչված Փաշինյանի գնահատմամբ եռագլուխը որ կար, հա, դա ասենք Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան քաղաքական ուժերն ու համապատասխանաբար քաղաքական ուժերը։ Եթե իրանք հասել են նրան, որ ընտրություններից 5 օր 6 օր անցել է, իրանք նոր են քաղաքական կոնսուլտացիաներ անում եւ շատ տրիվիալ հարցեր են քննարկում, այսինքն մանդատները վերցնում ենք, չենք վերցնում, դիմում ենք, չենք դիմում, վերահաշվարկ ենք անում, զրոյացնում ենք ընտրությունները։ Դա նշանակում է իրանք պատրաստ չեն եղել իրականությանը, որովհետեւ եթե դու գնում ես ընտրությունների եւ ունես մեծ պլաներ, դու պետք է ունենաս պլան ասենք չգիտեմ, ասենք իրավիճակից դուրս գալու 1, 2, 3 ծրագիր։ Այդ երկու եւ ծրագիր համար 2 եւ ծրագիր համար 3 պետք է լինի այնպիսի ծրագրեր, պետք է լինեն այնպիսի ծրագրեր, որոնք նախատեսում են քեզ համար ոչ հաճելի արդյունք։ Դու իրավունք չունես մենակ քեզ համար հաճելի արդյունքը հաշվարկես, թե ինչքան շամպայն ես բացելու, որտեղ ես հրավառություն անելու եւ ասենք, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանին ոնց ես պատժել։ Պետք է հաշվարկես, նաեւ են որ չի ստացվում։ Բայց եթե եկել է հասել է 5 օր իրանք լնդել չեն որոշել, իրանք չունեն, իրանք կոնսուլտացիոն այդ խորհուրդը չեն ստեղծել, իրանք բան չեն, դա նշանակում է որ տապալվելու են, ինչպես ընտրություններում տապալվեցին, տենց էլ հետընտրական գործընթացներում են տապալվելու։ Որովհետեւ դու չես կարող Հայաստանը ունի իր սպეციფիկան։ Հայաստանը վերջի, ասենք 6 տարվա մեջ ունեցել է կոവിഡ്, պատերազմներ, չգիտեմ, էթնիկ զտում Արցախում, բավականին նյարդային կյանք եւ բնակչությունը էմոցիոնալ չի։ Դու չես կարող բնակչությանը հանես փողոց արդեն։ Եթե մենք հիշենք 21 թվականն, հələ 21 թվականն անմիջապես 44-ից հետո երևի թե հնարավոր էր մարդկանց էմոցիաների վրա խաղալով փորձել հանել, բայց նույնիսկ 21 թվականին իրանք մաշվեցին ասֆալտի վրա 1-2 անգամ հանեցին 15-20 հազար, դրանից հետո վերջում մնաց 18 վրան Ռոդենի արձանի կողքը, որի պահպանական խմբում 6 հոգի էր։ Այդ 6 հոգին էլ վրաներից մեկում յաբլոտ էին խաղում յանարտի։ Այսինքն չկա այդ անդիմադիր ներուժը, առավել եւս Երևանում, որը կգնա այդ մարդկանց հետևից, առավել եւս որ իրենք չեն ասում ինչ են ուզում։ Իրենք ոնց որ թե դեռ նոր են որոշում։ Այդ եմ ասում, իրենք չեն ասում ինչ են ուզում, դա նշանակում է որ իրենք հախուռն ինչ որ հապճեպ որոշում են կայացնում։ Վերցնել մանդատները թե չէ, առանձին հարց, հա, մանդատը վերցնելու համար այն բաններ գրել, Արփինեն էր գրել իր իրականում հանրապետական որ ժողովուրդ որպեսզի դուք մանդատներից հրաժարվեք, մեկը 200, մյուսը 236 նոտարով հաստատած դիմում պետք է տակ, որ ձեր ամբողջ կազմը հրաժարվում է մանդատներից։ Ես իրոք կասկածում եմ այդ ուժերի ներգրաված մարդկանց բարոյական պատկերի վրա։ Ինչ որ մի պահ գալու է այդ ցուցակը գանգնի այն մարդու վրա, որ 650,000 դրամ աշխատավարձ կյանքում չի տեսել,
Իսկ ինքը 650,000 դրամից բացի ինքը ունենում է նաև Եվրոպա եւ աշխարհով ազատ մուտք ու ելք, մեծ հաշվով դիվանագիտականին հավասար անձնագրի նշում, բոլոր տեղ A-դասի վիզաներ, ինչին պետք է հրաժարվի։ Հա, ինչի պետք է հրաժարվի մանդատներից եւ ամբողջ իր անելիքը ինչ պետք է լինի, ինքը պետք է շաբաթը մեկ գա ազգային ժողով, կանչի Նիկոլին Բեմի մոտ ու գորա հողատու դավաճան, հա, այդ քանի դիմաց ինքը ստանալու է 750,000 դրամ, դուք իրոք մտածում եք, որ այդ 200 + 236 ցուցակում չի գտնվի 30 հոգի տենց մարդ, ովքեր կասեն հարգելի Սամվել Կարապետյան կարող է հարգելին է չասեն, կլինի գնաս Կիպրոս, Ռուսաստան, ուր ես գնում, գնաս տեղից։ Եկար լավ արեցին, մենք մտանք ազգային ժողով 5 տարի յոլա տակ-տակ կլրվեն, ինչ գործ ունեն իրանք այդ բանի մեջ։ Հիմա այս ամբողջ պատկերի մեջ Գագիկ Ծառուկյանի հարցը տենց ինչ-որ չասեմ խելքին մոտիկն է, բայց ամենատրամաբանականն է, որ ինքը փորձում է վերահաշվել կազմակերպի, որովհետև ինչ-որ 60 թե 70 ձայնի խնդիր է։ Եթե ինքը փորձի այդ ձայները հավաքի, ինքը կարող է մտնի ազգային ժողով կամ չմտնի ազգային ժողով, բայց շարունակում եմ սենց ասեմ, չունեմ ապացույց, որ ինքը այդ ձայները կհավաքի, այսինքն իրան պակաս ձայները, բայց գրեթե վստահ եմ, որ այդ վերահաշվարկի հետևանքով Նիկոլ Փաշինյանի ձայները կավելանան, իսկ այն մնացած ուժերի ձայները կնվազեն։ Այսինքն խոսքը հիմնականում Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի։ Միշտ տենց է, որովհետեւ այնտեղ հանձնաժողովներում երկակի իրավիճակներում նախընտրում են ընդդիմության ձայն տալ, առավելևս այդ ընդդիմության ներկայացուցիչները նստած են, ու հիմնականում մանավանդ իշխանությունը երբ որ հաղթում են, տեսնում ես որ հաղթում են, հիմնականում բան չեն անում, կռիվ չեն անում, իսկ բայց եթե հիմա չորով դրվի, ասենք կարող է 2-3 ձայն ամեն տեղամասից պակասի, արդյունքում դառնա իրենց ձեների իշավ, ու ընդհանրապես փաստ չի որ Ծառուկյանը կանցնի ազգային ժողով, բայց այն որ ընդդիմադիր ուժերը չեմ ուզում դրանց ընդդիմադիր ռուսամետ ուժերը ձայներ կկորցնեն առաջի հայացքից ոչ մի բան չի փոխվում, բայց իրականում դեռ տոկոսներից կարա նույնիսկ չգիտեմ ինչ որ մի հանձնաժողովի նախագահի, մշտական հանձնաժողովի նախագահի հարց բան անի, որտեղ չգիտեմ կարող է այսքան տոկոսից ունես այսքան հանձնաժողով նախագահություն կամ ասենք մի քիչ տեղերից ազգային ավելի քիչ ունես։ Հիմա էս սենց, ինչ վերաբերվում է մնացածին, եկեք մենք գնահատենք հնարավորություններ։ Ընդդիմությունը չունի հնարավորություն փողոցային պայքարի։ Ընդդիմությունը չունի բավականաչափ աջակցություն հասարակության մեջ։ Ընդդիմությունը չունի միջազգային աջակցություն, որտեղ ընդդիմությունը հիմնվում է եւ հենվում է Ռուսաստանի վրա։ Իսկ դա ասենք չի կարող ռազմական հանցագործների վրա այնվել, առավելևս որ Ռուսաստանի իրավիճակը մի քիչ գոնե իրավիճակին ծանոթ մարդով կարդալ գիտի ռուսերենով, չգիտեմ կարողանում այդ նյութերը նայել, հասկանում է որ Ռուսաստանը գոյություն չունի որպես առանձին խաղացում։ Okay, հապկից մեզ հանում են, հրաշալի է, ԵԱՏՄ-ից է կարան հանեն, բայց դա մեծ ծրագիրն է կոպիտ ասած։ Ես շնորհակալական նամակ կգրեմ Պուտինին, եթե ինքը Հայաստանին հապկից եւ ԵԱՏՄ-ից անի։ Լուրջ եմ ասում։ Կասեմ ապրես տղա ջան, շնորհակալություն, այսքան վաղ Նիկոլին պայքարում էին որ դուրս գար, չկարացավ դուրս գա, ապրես, մի հատ էլ արա։ Պուտինը հայտնի է տենց բաներով, ինքը Ուկրաինայում էլ տենց արեց էլի։ Ինքը Իրանով, Իրան ոնց որ ոտից կրակեց։ Ոնց որ հետընտրական գործընթացը, օքեյ, սպասենք ամսի 14-ին ինչ կասեն, չեն ասի։ Ազգային ժողովը, նույն ազգային ժողովն է լինելու, նույն դեմքերն են, նույն գաղափարներն են, այդ ամբողջ բանը չի փոխվելու։ Նախորդ անգամ 3 օր առաջ խոսեցինք, դա ամեն ինչ ուժի մեջ է։ Նույն խոսակցություններն են լինելու ամբիոններից։ Միանշանակ, պատրաստ չեն։ Սամվել Կարապետյանը պատրաստ չի, Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չի, իր հավաքած ուժը քաղաքական չի։ Ինքը էմոցիոնալ է, ինքը բիզնես, դաժե նույնիսկ բիզնես չի։ Չգիտեմ ինչ է։ Չգիտեմ ինչ է։ Ասենք զրուցարանի, Հայատի զրուցարանի մակարդակի բանը։ Ես լուրջ չեմ պատկերացնում։ Քոչարյանի թիմն է աշխատելու հիմա։ Քոչարյանի թիմը աշխատելու է, որովհետև Քոչարյանի թիմը այդեն սիստեմի մի մասն է, որը որ օքեյ 10% մենք ռուսամետ ունենալու ենք, որ ինչ ուզում ա լինի, ունենալու ենք այդ հիմա մինչև Ռուսաստանը ընդհանրապես քարտեզի վրա չջնջվի, դուք ուզած չուզած ունենալու եք դա։ Դա նորմալ է։
Դե Փաշինյանն էլ պահում է այդ բալանսը պահում է, տեսեք, շնորհավորական նամակ է ուղերձ է հղել Պուտինին, շնորհավորել է Կարևորը չի զանգել։ Ռուսաստանի օրվա կապակցությամբ հետաքրքիր ձևակերպում է, բայց մի քայլ հետ գնանք, դուք ասում եք մի քանի ձայն, բայց ուժեղ Հայաստանը ասում է կասկածելի եմ համարում քաղաք պայմանագրի առնվազն 100,000 ձայն։ Նրանք 100,000 ձայնի տրամադրվածություն ունեն։ Խիստ կասկածում եմ, որ Սամվել Կարապետյանը 100,000 ձայն պատկերացնում Հայաստանում ինչ է։ Այսինքն դու չես կարող Հայաստանում 100,000 ձայն երբեք ոչ մեկ չի կեղծես, Քոչարյանը երևի չի կեղծե 100,000 ձայն։ Կարող է մեռած ձայները բերում լցնում էին։ Դա էլ այդքան չի կազմում։ Հա, բայց 100,000 ախր Ես մի բան եմ ուզում հարցնեմ, հնարավոր է բացել, եթե գործը հասնի դրան։ Եվ չգիտեմ, որ դարում են գտնվում, ձեռքով հաշվում էին, հիշում եք, ցույց են տալիս։ Այսպես դժվար է հասկանալ, քան եթե չեմ սխալվում, գրեթե բոլոր տեղերը ձեռքով հաշվում են։ Եվ տեսագրությունները կան, եւ հիմնականում բոլոր տեսախցիկները նաեւ ձայնի հնարավորություններ էին օժտված, եւ դա մնացել է, դա նույնիսկ վերահաշվարկի տեղ չկա, կարիք չկա, որտեղ դու կարող ես բարձրացնել, եթե բանը նյութը տեխնիկապես նայում ես խախտված չի, տեսագրությունը կարիք չունես տեղ վերահաշվարկ անել։ Խոսքով լավ, դեռ ուրիշ պրոբլեմ կա, հասկանում եք, մարդկանց ինձ ավելի շուտ բան է տենց մի տեսակ մոտեցումը, գիտեք, ոնց է մի փոքր զարմացնում է այդ այսպես կոչված ուժեղ Հայաստանի հարգանքի բացակայությունը մարդկանց ժամանակի նկատմամբ։ Ես օրինակ համարում եմ, որ հիմա իրանք մեզանից ժամանակ են գողանում։ Չէ, քաղաքական պայքար է։ Դա քաղաքական պայքար չի։ Դա հասկանում եմ, բայց դա քաղաքական պայքար չի։ Քաղաքական պայքարը այն է, երբ որ դու գալիս ես ընտրության կոնկրետ ծրագրով։ Եղբայր, այն ինչ որ դու ասել ես առաջի օրվանից մենք ապացուցել ենք, որ դա չի կարող լինել։ Մենք ցանկացած մեկով տրամաբանություն 600-300,000 աշխատատեղ հնարավոր չի 5 տարում ստեղծել։ Հարկերի զրոյացին փոքր միջին բիզնեսի համար հնարավոր չի բյուջե լցնել, եթե դու այդ մեկը մյուսի հետ չի խոսում։ Այսինքն ծրագրի կետերը մեկը մյուսի հետ, այսինքն դու դասական, սուտասան, պոպուլիստ, Պուտինոիդ ես։ Ասենք Պուտինի բանը մայսկի ուկազի։ Դրանից հասկացանք ոչ մեկ այդ կուտը չկերավ, նույնիսկ այդ կուտը չկերան։ Ինչ ես հիմա անգել, ինչ ես ուզում վերահաշվարկես։ Վերահաշվարկը վատ բան չի, թող վերահաշվարկը լինի, բայց ալիք դրա ֆոնին, դրա պատրվակով բարձրացնել, ես այդ եմ հարցնում։ Բայց չի բարձրանում ալիքը։ Չի բարձրանա ալիքը։ Ես հարցնում եմ, կբարձրանա այդ ալիքը, թե չէ, Պուտինը այնտեղ նստած սպասում է, որովհետև չի շնորհավորել։ Սպասում է, վերջում ինչ է դուրս գալու, նա չի շտապում։ Ես գիտեմ վերջում ինչ է դուրս գալու, վերջում է դրոն գալու է խփի իր Վալդային ու պրծնենք այդ դարդի։ Այդ ուկրաինական кейսի մեջ։ Մեզ հետ դա կապ չունի։ Չէ, ոնց կապ չունի։ Մենք շնորհավորում ենք, Փաշինյանը շնորհավորում է Ռուսաստանի օրվա կապակցությամբ եւ ասում է մենք համոզված եմ ՀՀ-ն եւ Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաեւ միմյանց ինքնիշխանության եւ պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ եւ այլն։ Պետական շահերի հարգման վրա։ Տեսեք, ինչ է ընդգծում Փաշինյանը։ Նա եթե ճիշտ ենք հասկանում իր գրածը, նա Ռուսաստանին հորդորում է հարգել Հայաստանի պետական շահը, հա? Իրան տենց է թվում։ Իսկ իրականում սա հնչում է, որ Հայաստանի Հանրապետությունը հարգում է Ուկրաինայի դեմ մարդասպան պատերազմ։ Ռուսաստանի պետական շահը հարգում։ Այո, ռուսական պետական շահը, եթե դու հարգում ես նաև Բուչան, Իրպենիա եւ Կիևի ռմբակոծությունը։ Չնայած վերապահում կա այդ հարցում, ասում է, այդ հարցում մենք Ռուսաստանի հետ չենք։ Ուրեմն պետք է նշվի։ Իսկ սենց երբ որ ասում է հարգում ենք ինքնիշխանությունը եւ պետական շահը, երկկողմանի է դա։ Ինձ միշտ զարմացրել է Փաշինյանի ցանկությունը
խոսալ այդ մարդասպանի հետ։ Չուղղակի խոսելու ցանկությունը։ Ղեկավար են այլ։ Հասկանում եմ, բայց Ռուսաստանի ղեկավար, օքեյ, հասկանում եմ։ Բայց ինչի՞ ես դու իր հետ խոսում։ Ժամանակին կար շատ լավ ձևակերպումներ։ Ողջունում ենք Ռուսաստանի բնակչությանը, մաղթում ենք, չաղ, բախտավոր, ուրախ երջանիկ։ Ցեղասպանության օրվա կապակցությամբ Պուտինը ժողովրդին դիմեց։ Դե հա, մոտավորապես նույն բանը պետք է արվի։ Այսինքն այստեղ հենց այդ արդ, ես որ ասում եմ խիա, չեմ ասում խիա գրում ընդհանրապես Ռուսաստան։ Ասում գրես, ասենք դու օքեյ, ընտրված մեխի գլուխ ես, ես քեզ չեմ ասում, ես քո ժողովրդին եմ ասում։ Այսինքն դա հասկանալի է։ Բայց խոսել Պուտինի հետ ինչ-որ բան ակնկալել, չգիտեմ, դա չի անիմաստ բան է։ Լավ, հպանցիկ մենք այդ թեմային դուք անդրադարձակ հապկից, որ փորձում են Հայաստանին դուրս բերել, այստեղ պարզապես ես ուզում եի այս հարցի հետ կապված հարց տալ։ Դա լավ է թե վատ, որ Հայաստանին փորձում են, գուցե վտանգավոր է, գուցե։ Ես այսօր արդեն բախտ ունեցել եմ այդ բանը հիշացնեմ, ես երբ որ չվախեք եւ միջանցքություն եմ հեշտեգը մտցրեցի, մի հատ էլ հեշտեգ ունեմ հապկեմ ԵԱՏՄ հետ։ Հիմա այդ նույն հեշտեգն է, ապրեն։ Ինչա՞ չէ, ինքս ոչ մի վտանգ չեմ տեսնում, ինչա լավ է, հիմա հանում են։ Հա, հիմա յանի ամենաառաջի օրվանից գիտեինք, որ դա տենց, ամենաառաջի օրվանից։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Նիկոլը դիմում էր, ասում էր ԵԱՏՄ-ն, թու հապկը բերեք, որ ցիպը մեր վրա հարցակվում են, բա ինչ պիտի անի հապկը բան։ Ես ահուս արսափով սպասում էի, որ կարող է Պուտինի մեջ մի բան արտնանա, ինքը հապկի դիտորդներ առաջարկել կանչի ստեղ ուղարկի ու մենք կրակն էինք ընկնել, որտեղ եվրոպական դիտորդների ու հապկի դիտորդների մեջ վստահաբար Նիկոլը առավելությունը տալու էր հապկի դիտորդներին, որտեղ իր պատկերացումները տենց աշխարհի մասին։ Դա տենց Այդ այն անվստահությունն է Նիկոլի հանդեպ, որ իմ երբեք չի կորելու, շու բան չի։ Եվ մեծ հաշվով մենք հիմա տեսնում ենք, որ Փառք Աստծո, որ հասցրել է նրան իրավիճակը ինքը իրենով ինքնաբերաբար հասել է նրան, որ դա քննարկվում է, չեն կարող հանեն, եթե չեմ սխալվում։ Այդ անդամը վճար չվճարելու։ Այդ որ ասենք կարան կասեցնեն, թե սառեցնեն, թե ինչ-որ sense բաներ, բայց մեզ ձեռք է տալիս, դա վտանգ չկա եւ վնաս չկա։ Ամենակարևորը որ ԵԱՏՄ-ից դուրս գա։ Էդ է կարևոր։ Մնացածը էական չի։ Էրզուկը, կոնյակը Դե Եվրամիությունը հանեց, չէ, բաները։ Մաքսը թուրքերը հանեց եւ պատրաստ է գնել ի վերջ խոսքը գնում է 310 միլիոն եվրոյի մասը ծիծաղալու գումար։ Հասկանում եք, այստեղ խնդիրը հետևյալն է, Եվրամիության համար բանն է, Հայաստանն է, որը Ռուսաստանի հերթական թիրախն է եւ նայելով ուկրաինական պատերազմին, իրենք հասկանում են, որ միշտ ավելի էժան է 300 միլիոն տալ, հետո տասնյակ միլիարդներով, ոչ թե հետո տասնյակ միլիարդներով փող տալ ու փրկել։ Հիմա սա պատմությունը ինչ է 300 միլիարդն է տվեք։ Ասենք Նիդերլանդները ասել են հայկական վարդերը բերեք, ես շուկայում աշխարհի ամենամեծ շուկան է, բորսան է ծաղիկների։ Ես կվաճառեմ, Լեհաստանը ծիրանն է առնում։ Չինա մեկը ձուկը կառնի, մեկը բան, այնքան ինչ չի որ այնքան ենք արտադրում, որ լրջագույն փոփոխություն ենք անում։ Կրկնում եմ 450-ից 500 միլիոնանոց շուկա է Եվրամիությունը։ 450-ից 500 միլիոն մարդ։ Մենք ասած Հայաստանը որ ծախում է Ռուսաստանին, լավագույն դեպքում Մոսկվայի 2 շուկայում էր ներկա լինում մեր ապրանքը, լավ 3։ Երբ որ դրա մասին խոսում են, անմիջապես հակադրում են, ասում են որակ, Ռուսաստանում ամեն տեսակի որակի դու ուղարկում ես։ Այո, իհարկե։ Իսկ հիմա դու արդեն պետք է մտածես որակի մասին։ Այո, պետք է մտածես, ասեմ ավելին, մենք պետք է մտածենք այդ որակի մասին, որովհետև պետք է վերջացնել են հանցավոր պրակտիկան, որ այնքան թույն էին լցնում բանը, ի վերջո Հայաստանի շուկայել էր գալիս։ Այս բոլոր հիվանդությունները, բաները դեռ մեծ հարց է այդ մեր այսպես կոչված արտադրողները, այդ որ այդքան թույն ու զիբիլ են լցնում այդ ապրանքի տակ, հետո մի մասը գալիս է մեր շուկայա չէ լցվում։ Ամեն անգամ, ամեն տարի նույն խնդիրն է մեզ մոտ առաջանում, որ ապրանքի անունը, ապրանքի տեսքի հետ չի բռնում։ Թույն ու քիմիկատի մասին եք խոսում։ Հա։ Քիմիկատների ընդհանրապես են, որ ասում է Արմենի երջանկայի շատակ ասած անհետույքա գլուխ
օգտագործումը շաբաթական, ասենք կարող է մի ծառին մինչև 400-500 գրամ թույն տան, շաբաթական։ Ասենք այնքան չեն հասկանում, կարող ասենք, չգիտեմ, չափազանցնում եմ իհարկե, քիչ ծաղալու գրոտեսկ, բայց ասում եմ, չգիտեմ, ասենք կարող է ծիրանի ծառին կարտոֆիլի պարարտանյութ տան կամ թույն տան, որ հարցնում ես ինչի, ասում եմ ծոլնի էլի։ Ստեղ խնդիրներ կան նաև ինձ թվում է հոգեբանական մեր այսպես կոչված ֆերմերների մոտ։ Իհարկե պետք է ստանդարտի գան։ Այսինքն սրանից մենք Լավ ուրիշ բան ասեմ, մեղրը։ Մեղրը որին տալիս է, ասենք մեղուներին շաքար են տալիս։ Շաքարաջուր։ Մեղրի իմաստը այն է, որ ինքը չի պարունակում այդ շաքարը։ Դե դա վաղուց հարց է։ Այսինքն, եթե որակի թեմա է այստեղ բարձրանում, այստեղից մենք ենք առաջին հերթին շահում, որովհետև այսպես թե այնպես այդ մթերքը մենք էլ ենք ուտում։ Այո։ Դա ակնհայտ է։ Մեզ մոտ միակ հարցը, որը իրական համակարգային լուծման կարիք ունի, դա գազատարների հարցն է։ Իրանից ավելացնել այդ մեկ Թուրքիայի հետ պայմանավորվել, քանի որ Թուրքիան հաբ է, Թուրքիայից բերել երկրորդ գիծ եւ այդ պարագայում Գազպրոմին ասել ուզում ես մնա, չէ, հավաքի ես խողովակներդ ու բան, ինչպես ես եմ սիրում ասել, Սիկտիվկար Մագադան գիծ քաշի քո համար Սիբիրով այդ գազը դուրս ստե, որտեվ մեզ այդքան գազ պետք չի, ինչքան ես ամեն անգամ զարմանում եմ, այնց թվեր են հայտարարում, որ մոտս հարց առան, որտեղից եք այդ թվերը վերցնում, ինչի եք այդ թվերը ասում, որոնք իրականության հետ կապ չունեն։ Ինչ որ պիկային բաներ են վերցնում, են որ ասենց պիկի վրա ինչքան է գազը օգտագործվում, ասենք ամենացուրտ ձմռանը, որ ատոմակայանը անջատած է, այդ թիվը վերցնում են, բազմապատկում են 365-ով, ասում են մեզ այսքան է պետք։ Չէ տղիկ, մեզ այդքան պետք չի։ Մեզ պետք է ռեզերվային Աբովյանի բաները վերականգնել, նախ ռեզերվային ընդեղ լինի 6-7 ամսվա։ Ու մեզ պետք է ստաբիլ ավելացնել, ասենք վերականգնողական էներգիան բավականին ակտիվ փոխարինելով գազը որպես օրինակ, չգիտեմ, տներում բանի, ջեռոցի բան, ու պատրաստման միջոց, ուտելիքի պատրաստման միջոց, այդտեղ գոնե գազը փոխարինվի։ Հետո փոխարինվի գազը որպես բնակարանների տաքացման բան, այսինքն այն հայտնի վակցիները, սա գովազդ չէ, ուղղակի հայերը ամեն ինչին վակցին են ասում։ Հիմա այստեղ խնդիրը հենց այդ է, որ ինչ որ ժամանակի մեջ դա որ փոխում ես, այդ ամբողջ ծախսը կրճատվի։ Ամբողջը կկրճատվի, կմնա բաներին, հեկերին, հեկերի համար այդքան պետք չի։ Ու նորից եմ ասում, ֆրանսիացիք հետ կարող եք պայմանագիր կնքել, երկու բլոկ ունեք այնտեղ նախապատրաստած ատոմակայանը, բերեք մի հատ 4 գիգավատանոց դրեք, ասենք գազը հանեք արանքից, թողեք այն ինչ որ Պարսկաստանից կգա, Թուրքիայից բերեք, ամբողջ հատկանացրեք, վերջ լրիվ է դիվերսիֆիկացիան, դա ծրագիր է, հասկանում եք, դա է ծրագիր, ոչ թե եկեք Մասիսը հանենք, չգիտեմ, Ռաֆ ու Սամվելի մեջից այն առավոտ էր դաշտավայրի լուսապայծառ առավոտներից մենք Արարատ բառը ջնջեք մեջից, թող այլ Արարատյան դաշտավայր չլինի, թող Արագատյան դաշտավայր լինի։ Էլի նստած ինչ-որ անիմաստ բաներով է զբաղված։ Ես հիմա ահ ու սարսափով սպասում եմ, թե ինչ նոր բան ենք հնարելու։ Մենակ թե գործ չանենք։ Նու մենք չէ իրանք։ Եղբայր գործ ունես անելու, դիր գնա Թուրքիա հետ պայմանորի ասել գազ դուր, ոչ թե գազ դուր, լավ, Թուրքիայի հետ պայմանավորվի, բա այդ անվստահությունը ամբողջ ես նախընտրական շրջանի ես հիստերիան, թուրք, ադրբեջանական էքսպանսիան, Ադրբեջանը գալիս է քո տունը, ով ասում է այդ ռոլիկներով, բաներով, այդ ամբողջ այդ բանավեճերի ընթացքում դա էր էլի շոշափվում։ Okay. Լավ, թող շոշափվի։ Թուրքիայից ասում եք գնանք գազ ուզենք, Ադրբեջանից կգա ինչ-որ մի բան, գալիս է, էլի ամեն օր դրանք տալիս են։ Հա, չեն կարա չտան, հա, գալիս են, էսա գալի, հա, ինչ, հա, թող աս։ Ասում են Փաշինյանը, Հայաստանը թուրքաց տանում է դեպի Թուրքիա, տանում է Եվրոպա, դա նշանակում է տանում է Թուրքիա։
Ես չգիտեմ, հա, հասկանում եմ, չէ, ես չգիտեմ ում ավելի ոչ թե ում վրա է հաշվարկը, այլ թիրախտնով է այդ խոսակցը։ Ընտրողը, որը այնուամենայնիվ պատասխանեց երևի թե Այո, հիմա տեսեք, դուք ունեիք իդեալական իրավիճակ, ձեզ առանձնապես ոչ մեկ չէր կարող ոչ ման ասել, որովհետև կար վերահսկողություն, կային միջազգային դիտորդներ, ոչ մեկ ոնց որ ասում էր Արարատ Միրզոյան ձեզ չէր բռնում, որ պետության համը ձեր բերանը մնա, ու տենց ասենք ես ուղղակի ուզում եմ վստահեցնել, որ մեկ էլ մեկը փորձի, ասենք չինեմ Հայաստանի քարտեզ կամ դրոշ կամ բան պատրի վառի կամ թուրքերեն կարող է ուրիշ բանի համը բերանները մնա ու իրանք տենց չորեքթաթ մի կերպ հասնեն Զվարթնոց, կարող է հասնեն Ռուսաստան, կարող է չհասնեն։ Ստեղ հարցը նրանում է, որ չկա այն զանգվածը, որը դա լուրջ է անցալու։ Շատ մեծ շփոթություն է եղել Սամվել Կարապետյանի հիմնականում մասամբ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների մոտ։ Իրանց թվացել է, թե Սամվել Կարապետյանն է այն տղեն, որին հավատում են, որ չէ։ Մարդկանց հիմնական մասը հիասթափվել է այդ անդիմադիր զանգվածի, հիասթափվել է Ռոբերտ Քոչարյանից, որով նախորդ անգամ ինքը մոտարապես այդքան ձայներ հավաքի, ինչքան Սամվելը Կարապետյան։ Ես զզվում եմ Փաշինյանից։ Մեկ էլ գաստրոլորներ կան Ռուսաստանից եկած։ Այս ամբողջը պետք է ռացիոնալ գնահատել եւ ճիշտ գնահատել։ Այն, որ մարդիկ հոգնել են կամ զզվում են Փաշինյանից, չի նշանակում, որ իրանք քո գաղափարների կողմնակից են։ Չի նշանակում, որ իրանք քեզ հավատում են։ Չի նշանակում, որ նույն բանը ոնց որ Սերժին մերժեցին։ Հիշում եք։ Քայլարա մերժի խերժի բանսս բաներ էին անում, փողոցով ման էին գալի, անկապ։ Բայց այն ժամանակ օգնած էին, ստեղներն էր մարդկանց, ասել, մերժեցին։ Նույն բանն։ Փաշինյանից հոգնել են։ Դա չի նշանակում, որ այն ամենը, ինչ դուք որպես Սամվել Կարապետյանի կուսակցություն կամ չգիտեմ ինչ, ասում եք, հալած յուղի տեղ անցնում է։ Այսինքն չկա ոչ միայն ընտրազանգվածը չկա, ում դուք դրանով դիմում եք, այլ նաև այդ գաղափարների հիմնավորումը չկա, ու դուք չեք կարողանում այդ գաղափարների հիմնավորումը տալ, որովհետև եթե իրանք շատ, գիտեք, շատ հարմար է, իրանք գնում են հմեկ կամ ինչ-որ հեռուստաընկերություն ու տենց հայտարարություն են, որ եթե գնում ես Եվրոպա, գնում ես Թուրքիա, օքեյ, լավ, ինչ գիտեք դուք Թուրքիայի մասին, Սամվել Կարապետյան, ինչ գիտես, դու զամկադիշ ես, դու Երևանում էլ ես զամկադիշ, տաշիրից ես, Ռուսաստանում էլ ես զամկադիշ, կալուգա ես, դու երկու մայրաքաղաքի հնարավորություն ունենալը ոչ մեկում չկաս, դու խորը ռեգիոնալ, քաղաքենիական միջավայրի բան ես, դրսևորում ես, Պրոբլեմը նրանում է, որ Հայաստանում այդ քաղաքենիական միջավայրը չկա, եթե ասեմ ավելին, եթե գոնե վերլուծաբան ունենայիք ձեր թիմում, կիմանայիք, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ սահման բացելը ավելի շատ վտանգ է Թուրքիայի ներսի քաղաքական, քան Հայաստանի, որովհետև իրանք ունեն գիտակցություն, որ հայերի բիզնես ջիղը եւ հայերի հնարավորությունները եւ հայերի կապերը Եվրոպայում կարող է շատ արագ ստեղծեն այնպիսի մի իրավիճակ, որ հայերի հետ փոխկապակցված կամ հայկական կապիտալը Թուրքիայի տնտեսության մեջ սկսի խաղալ զգալի դեր, զգալի, այսինքն օրինակ 5-ից 10% հնայի։ Եվ դա շատ հնարավոր է, որովհետև եթե սահմանը բացվեց նույն թուրքական մամուլի տեսանկյունից, դա առնվազն 1 տարվա ընթացքում խոսքը գնում է ապրանքաշրջանառությունը հասնել 1 միլիարդ եվրոյի։ Դա իգդիրն է, նենց։ Հա, ու դա իգդիրն է։ Ու դա իգդիրն է, նենց չի ոչ։ Հա, այդ դեռ երկաթ գիծը չի։ Դե հիմա պատկերացրեք, որ Ալեքսանդրետ Գյումրի երկաթ գիծ աշխատի։ Այսինքն դուք ցորենի գինն եք զրոյացնում, գրեթե զրոյացնում, որտեվ Կանադայից ծովով մինչև Ալեքսանդրետ եւ Ալեքսանդրետից Ադանայից մինչև Գյումրի երկաթ գծով չկա գինը։
բոլոր միջնորդավճարները ժամանակի եւ գումարային, որոնք Վրաստանում էին մնում, դա էլ է արանքից դուրս գալիս։ Այսինքն ձեզ մոտ էժանանում է եւ ձեզ մոտ կարող ես դնել արտադրանք կարաս դնես։ Քաղաքական վախերը։ Քաղաքական վախը ո՞րն է։ Կլանում։ Ինչ կլա, ոնց կարա կլանի։ Քաղաքական վախը ես ասեմ հիմքը ո՞րն է։ Օրինակ Ռուսաստանը կարա կլանի։ Որովհետև գոյություն ունի, տեսնում ենք 30% այսպես թե այնպես բախտի բերմամբ կամ սխալմամբ հայկական անձնագիր ունեցող ինչ որ բան զանգված, որը ոնց ասեմ, ալերգիա չունի Ռուսաստանի դրոշից, հիմնից կամ ասենք բունկերային առնետից։ Հա, չեն զզվում, չեմ ասում ուրիշ բան։ Սա վտանգավոր է, եւ սա պարունակում է իր մեջ կլանման հնարավորություն։ Այդ կլանումը շուտ կարտնանա, մինչև իրանց երեխեքը, ես գիտեմ, որ դուք չեք սիրում իմ այդպիսի ձևակերպումը, բայց ամեն դեպքում պետք է ասեմ, մինչև իրանց երեխեքին տանեն Ուկրաինա, ու իրանք Ուկրաինայում սատկեն։ Այ հենց որ առաջի պրիզիվը այս ռուսներին ձեն տվածներին տանեն Ուկրաինայում սատկացնեն, այդ ժամանակ իրանք նոր կարտնանան։ Այ բոլոր նրանք, ովքեր Հայաստանից փախել էին, որ մեր բանակում չծառայեն, ու հիմա վախ ջանները դողնգած, գալիս տեղ քվեարկում են մենակ թե իրանց երեխեքին չտանեն Ռուսաստանի բանակ, իրանք չարաչար սխալվում են։ Իրանց երեխեքին տանելու են ռուսական բանակ, ասեմ ավելին, տանելու են շտուրմեր, ու էլ կյանքում իրանք այդ երեխեքին չեն տեսնելու, հենց նրա պատճառով, որ ժամանակ ոչ մեկ չի սիրում դավաճաններին, ռուսի տեսանկյունից, դու թռել ես քո երկրից, բանակից փախել ես, դու դավաճան ես, նույնիսկ թուրքերը չեն սիրում դավաճաններին, ոչ մեկ դավաճաններին չեն սիրում, դավաճաններին չեն վստահում, ինքը ասում է դու քո երկրից փախել ես, քո երկրի բանակում չես ծառայել, որից վստահալն եմ, որ դու իմ երկիրը չես դավաճանի, հա, արի նաղդով տանեմ էլ երեխեդ թոնդե մնա, միտե ցեխերի մեջ, Պարարտանյութ։ Ծանր ցավոտ։ Իհարկե, ծանր ցավոտ հարց է, ով ասեց, որ ամեն ինչ թեթև է։ Իսկ ով ասեց, որ ամեն ինչ պետք է թեթև լինի մարդկանց համար, ովքեր գլխակորուստ անիմաստ քայլեր են անում։ Ով ասեց, որ իրանք պատասխանատվություն չպետք է կրեն իրանց քայլերի համար։ Ես հասկանում եմ, որ իրանք Հայաստանից փախել են, որովհետև պատասխանատվությունից են փախել։ Որտեվ շատերը չեն ուզեցել իրանց իրավունքների համար պայքարեն, գումարի համար պայքարեն, չգիտեմ, իրանց ունեցվածքի, իրանց երեխեքի ապագայի, իրենց երկրի ապագայի, գնացել են գլխակորուստ Ռուսաստանը դե մեծ է, լավ է, ուսուլով կապրենք, մեզ բան չի լինի, եկել այն ժամանակը, որ էլ ուսուլով չեք ապրելու։ Վճարելու ժամանակը, հա, եկել դիմաց։ Ես չգիտեմ, դա արդյոք հայերենով ճիշտ է վճարելու։ Դե եթե շանտաժի են Հա, չէ, այդ վճարել բառը շատ փափուկ է եւ շատ ռացիոնալ, իսկ ռուսները իրրացիոնալ են ներկայացնելու։ Այսինքն ոչ թե վճարելու են, այլ պատժելու են, որտեվ իրենց մոտ կա վստահություն, որ դուք եկել եք իրանց հացն եք կերել, նույնիսկ եթե իրանք ձեզ ուղիղ դա չեն ասում, դուք դրանց գալի մաս ես շփվել եմ մի քանի ոնք որ եկել են։ Ինչ է։ Գիտեք, իրանք երկար ապրելով Ռուսաստանում ռուսին չեն հասկանում։ Իրոք չեն հասկանում։ Իրանց թվում է, եթե իրանք կարողանում են բուկվար կարդան, իրանք ռուսերեն գիտեն։ Շատ խնդալու է, իրանք ռուսական մամուլ չեն կարդում։ Իրանք լսում են պրոպագանդիստներին։ Իրանք չեմ ասում բան են Դաստայևսկի, Մաստայևսկի, տես բան չեմ էլ ասում։ Գոնե որ հասկանան ռուսի հոգին, բայց դա շատ կարևոր է, իդիոտը, բան է, преступление наказание, որպեսզի դուք հասկանաք, հա, ռուսը ինչ է, դա է, հա, դա է։ Այսինքն այդ նուարը, այդ կեղտը, այդ մութը, այդ սևը, այդ սպանությունը, այդ հնարավոր բացակայությունը, ցանկացած դրական ելքի բացակայությունը ի սկզբանե Ռոան նկարեն ինա նորմալ կարար էրոտիկ թեթև պիես լիներ, ասմա, ինչի վերջում տարակ գծի պոեզի գծերի վրա։ Չէ, բայց էտ է իրանց բանը, մարդիկ չեն հասկանում Ռուսաստանը։ Ծիծաղս գալիս է, որ լավ, դուք բան չեք հասկանում, դուք չգիտեք իրանց։ Ու ամենաբանը, ես որ հասկանում, դա եմ ասում, լավ, մեղք չեք դուք գնում եք ընդ։ Փորձում եմ եք ասում, ուզում ես դու գնա երեխոդ թոստե։
Ասում ստեղ բանակ կտանեն, ասում ստեղ բանակ արդեն թեթևա, ինչ ես ուզում։ Ստեղ պոստերը պահում են մարդիկ, ովքեր վաղուց բան են, պետք է առաջի տարին գնա բանակ 18 թո երեխուն ստեղ։ Մեղք ասում, դեք հետ չի գա։ Չէ, բան ընդ կպրծնի էլի օսնշիլ, արա մեծ երկիր է, ոնց կարա մի բան լինի։ Ասում լավ։ 40 տարի հետ պատտվենք։ Սովետը բլեց, մեծ երկիր էր բլեց, 40 տարի հետ պատտվենք։ Դրանից։ Երկրորդ համաշխարհային պատերազմ, հենա բլում էր, ասենք, բանը Ամերիկան ու Մեծ Բրիտանիան չլիներ, բլում էր առանց լենդլիզի։ 40 տարի հետ պատտվենք, ցարական Ռուսաստանը բլում էր, տրակել էր մեջտեղից։ 40 տարի հետ պատտվենք, Ղրիմի պատերազմ ու բան, որ ամբողջությամբ Ռուսաստանը օդ էր։ Դրանից 40 տարի հետ պատտվենք, որ Նապոլեոնը եկե Բոնապարտը սաղ մաքրել էր։ Չէ, իրանք ամեն անգամ բայց վերականգնվել է, չի ասում եմ, ինչի գնով։ Այդ որ վերականգնվել է ինչի գնով, դրանից 40 տարի հետ գնանք։ Դրանից էլ 40 տարի հետ գնանք, գալու ենք միտեղ, որտեղ էդի Մոսկովյաներ, անտառների մեջ, ասենք երկու հատ փեդից բաներ, իրանք տենց ուղակի մոնղոլ թաթարներին, Պետրոս առաջինը, Ղրիմի խանին, հարկ էր տալիս։ Հասկանում եք, ինքը հարկատու էր։ Ինքը ենթարկվում էր, որտեղ Ղրիմի խանը մոնղոլ թաթարական այդ հորդի ուղիղ ժառանգներ եւ իր ձեռներ։ Ու ինքը բաներ։ Հիմա կասեն, տեսեք, դուք ինչ եք հիշում, իսկ հիմա գեգեմոն է դարձել։ Ինչ գեգեմոն, շապկը մանամախա որ կա, գիտեք ինչ է։ Հա, դուք գիտեք, իսկ մարդիկ չգիտեն, այդ բանի ուզբեկ խանի նվերն է, վրեն է, Ղուրանից սուրաներա գրած։ Քրիստոնեական արժեքների պահպանող Ռուսաստանը։ Իրանց լավ, Ռուսաստանը թողնենք, հələ կխոսենք Ռուսաստանի մասին, այն ամենի մասին, ինչը հիմա այսօր Ղրիմում կատարվում է, բայց Ռուսաստան-Ուկրաինայի թեմայի մեջ գնայինք, դիտարկենք, հետ գանք գովազդեն, ինձ ասում են, որ գովազդ է, եկեք գովազդ հետարանք եթերում, և հետ կգանք, ես կողմ եմ մենակ, դեմ չեք, գովազդ հետարանք եթերում, անցել է գովազդի ժամը, մնացեք մեզ հետ, շարունակելու ենք զրույցը, դեռ շատ բան ունենք քննարկելու, գովազդ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Եվ այսպես, պարոն Սարգսյան, Ղրիմում վառելիքի ճգնաժամի մասին են խոսում արդեն եւ Ռուսաստանի բլոգերները, եւ ռուսաստանյան անգամ այդ պրոպագանդիստները, Զեթերը։ Զեթեն անվանում իրենց, հա, նրանք անընդհատ խոսում են այն մասին, որ ժամ առաջ պետք է պատերազմը կանգնի, որովհետև արդեն անդառնալի են պրոցեսները։ Իրականում իրանք պահանջում են ընդհանուր միջև միջուկային զենքի կիրառում, կամ միջուկային զենքի կիրառում, կամ ինչ-որ ձևով, այո, արգելակել այս պատերազմը։ Սրա մասին կխոսենք, թե ինչ վիճակ է ռազմաճակատում, ինչ իրավիճակ է, բայց ես ուզում եմ մի քայլ հետ դնել եւ ասել, երբ որ դուք ասում եք այ Ռուսաստանի վիճակը վատ է, հիմա էլ տեսեք Ղրիմում է այսպիսի վիճակ, մեր դիտողները մեկնաբանություններում թողնում են այսպիսի գրառումներ, ասում են ինչ եք ասում, որ Ռուսաստանում վիճակը վատ է, որ Ռուսաստանում հրաշալի է, դուք շատ սխալ բաներ եք ասում, մեր աշխատավարձերը բարձրացրել են եւ խանութներում էլ ամեն ինչ կա։ Ինչ կպատասխանենք դրան։ Ես հիշեցնեմ, որ ժամանակին սովետական միությունում կար բերյոսկա խանութներ եւ KGB SSR-ի կորոչկեք եւ չեկի խանութներ։ Ինձ թվում է այդ կոմենտներ գրողները ունեն FSB-ի չեկի խանութներ, գնում են այդ չեկի խանութներից են առնում, այնտեղ ամեն ինչ կա, հիշեցնեմ։ Իրականում Ռուսաստանում ոչ մի չկա, չի կարող լինել։ Իսկ գուցե այնտեղ Մոսկվա եւ ոչ Մոսկվա։ Այդ դրան է ուզում անդրադառնալ։ Այդ մի տարբերակ, որ ասենք դուք աշխատում եք այնտեղ, որտեղ աշխատավարձի դեպ վաղուց չեն բարձրացրել, ըստ Նաբիուլինայի եւ ֆինանսների նախարարության Ռուսաստանի, առանձին վերցրած գործարաններ կարող է միգուցե, բայց չկա այնտեղ տենց ման։ Իսկ ինչ վերաբերվում է բանին, տեսեք, իրականում ճգնաժամը դուք աստիք Ղրիմը կապված է անմիջականորեն ռազմական գործողությունների հետ։ Ուկրաինական Մադիարի, այսպես ասած, ստորաբաժանումները, դրոնային ԱՏՍ-ների ստորաբաժանումներն են, որոնք վերցրել են օդային վերահսկողության տակ ցամաքային ճանապարհը դեպի Ղրիմ, ոչնչացնելով վառելիքի վառելիք տեղափոխող ավտոմեքենաները եւ Ղրիմը մայրցամաքի հետ կապող կամուրջները, երկու կամուրջ Չոնգարում եւ մեկ կամուրջ Արմենսկում։ Հիմա այնպեսին է իրավիճակը, որ Չոնգարի երկու կամուրջը վնասված են, ոչնչացված են եւ ամբողջ այդ բեռնափոխադրումները Ռոստով, Մարիուպոլ, Բերդյանսկ, վերև դեպի Տոկմակ, Մելիտոպոլ, Տոկմակ, Չապլինկա եւ Չապլինկայից դեպի հարավ, դեպի Արմենսկը, տենց է ճանապարհը։ Չապլինկան շատ կարևոր կետ է, ժամանակին եթե մարդիկ հետևում էին, Չեռնաբաևկա կար մի հատ։ Այդ Չեռնաբաևկան բաններ օդանավակայան, ինքը ռազմական թռիչքուղի էր, ասենց ասեմ, որտեղ որ ռուսները Խերսոնի ինքը Խերսոն քաղաքից դեպի արևմուտք էր եւ ռուսները չգիտես որոշել են որ դա լավ տեղ է, իսկ ուկրաինացիք արդեն հայմարսն ու բանը ստացել են հնարավոր հրետանին։ Ռուսները հագալի այդ Չեռնաբաևկայում կանգնում էին, թե օդուժը, թե ինչ որ տանկային ստորաբաժանումներ, բան ուկրաինացիները դրանց ոչնչացնում են։ Չեռնաբաևկան մեմեր դար 14 հարված ա եղել այդտեղ ահռելի կորուստներ են ռուսները ունեցել, կատակ էին անում, որ Խերսոնից դուրս են եկել հենց այդ Չեռնաբաևկայի պատճառով։ Չեռնաբաևկայից հետ քաշվելուց հաջորդ նմանատիպ կետը այդ Չապլինկան է, որտեղ որ ինքը այդտեղ հիմա կուտակվում են։ Հիմա ամբողջ բեռնափոխադրումները գալիս են այդտեղով, այս կետը առաջնագծից 70 կիլոմետրի կարգի է մոտավորապես։ Եվ ինքը ամբողջությամբ ուկրաինական հարվածից է։ Սա ավտոմատ կերպով բերում է վտանգների։
ասում են, որ վարորդները ծանրը բեռնատար ավտոմեքենաների նույնիսկ 150-ից 200,000 ռուբլի մեկ գնալ գալուն չեն վերցնում ու չեն գնում Ղրիմ, որովհետև առնվազն մեքենայի կորուստի հավանականությունը 80%-ա, կյանքի կորուստունը 50%, իրանք գնահատում են ռիսկերը եւ չեն գնում։ Արդյունքում Ղրիմում չկա վարելիք, որովհետև այդ մեքենաները չկան, Ղրիմի կամուրջով չի կարելի բերել, որովհետև ինքը շատ վաղուց դեռս 23 թվականին վնասված է եւ չի դիմանում բաներ, բեռնատարներ չեն թողում որպես մեքենաներ, իսկ վնասված է նաեւ երկաթգիծն էլ չեն թողում, որովհետև վախենում են մեկ դրոնը, մեկ ցիստերնին եւ իմացեք, որ ամբողջ կամուրջը վարի է գնում, որովհետև այդ բենզինը տրակեց, էլ բռնել չկա։ Ղրիմում չկա վարելիք։ Երկրորդ փուլով Ղրիմում արդեն իսկ սկսում են նվազել առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք որ բան, ինչից է սկսում է շաքարավազ, զուգարանի թուղթ, հələ աղը կա, բայց ասենք լուցկին արդեն պրոբլեմա։ Ուկրաինան շրջափակման մեջ է։ Շատ հետաքրքիր վերնագիր էր ուկրաիներեն, ասում է Աքսյոնովի բանկա Օստրով Կրիմ։ Ինքը բանից կիսա թերակղզուց դարձավ կղզի։ Ինքը փաստացի կղզի է դարձել։ Հիմա տեսեք ինչն է, նա որ ծով է, չէ։ Ուկրաինան ոչնչացրել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմը։ Նավատորմ չկա։ Լաստանավերը, որոնք մի հատ բան ունենք է, այտենց մի հատ նախարար ունենք էկոնոմիկայի, հիշում եք, Վահան Քերոբյանն, որ ասում էր մենք Ղրիմ սենց մի հատ լաստանավ կտանենք, ման, այդ տենց ինչ-որ մտածելակերպով մարդեր, այդ մեր լաստանավ այնտեղ էր կանգնած, երեքն է ոչնչացված է, այդ լաստանավներն էլ չկան, այսինքն Ղրիմը ոչ միայն կղզի է, այլ նաև կղզի է, որի ոչ մի կետ չի կարողանում սպասարկվել ոչ ծովով, ոչ օդով, ոչ ցամաքով։ Եվ այնտեղ սպասվում է սով։ Լուրջ եմ ասում, սով։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ Մադյարի դրոնները ունակ են այդ ցամաքային ճանապարհը փակ պահել։ Մարդու կորուստ չկա։ Դրոնը իրանք սարքում են մոտավորապես պատկերացրեք Ուկրաինան տարեկան FPV դրոններ արտադրում է 1.5-ից 2 միլիոն հատ։ 2 միլիոն հատ։ Այսինքն իրանք պոտենցիալ մեկ բեռնատարին կարան ասենք, չգիտեմ, 70 հատ դրոն թողեն։ Ու դու ոչինչ չես կարող անես, այդ բեռնատարը տրակելու է։ Հետևաբար այնտեղ լինելու է սով։ Ու դուրս գալու հնարավորություն չկա։ Որովհետև վարելիք չկա, դու չես կարող նստել ավտոմեքենա, ասենք Յալտայից, Ալուշտայից կամ Սևաստոպոլից ու գնաս ինչ-որ միտեղ, վարելիք չկա, դու պետք է ոտով գնաս։ Նկարագրեցիք, բանակցային ֆոնը ինչպիսին է։ Բանակցային ֆոնը Ռուսաստանը ինչպես է ճեղքում այդ խնդիրը, որովհետև ամբողջ աշխարհն է դա տեսնում։ Ասում են, որ Աբրամովիչին փորձ է մեյդան գցեն, սա առաջի դեպքը չի։ Երբ Աբրամովիչը բանանում, Աբրամովիչը շատ է ուզում իր գումարները պատժամիջոցների տակից հանի, որոնք մի մասը Բրիտանիայում է փակ, մի մասը Եվրամիությունում, եւ ինքը ամեն ինչ անում է, որ այս խոսակցությունը լինի, ըստ որոշ վերլուծաբանների, որոնք նաեւ բավականին խորը ուսումնասիրում են խնդիրը եւ ամբողջությամբ բանի մեջ են։ Գնահատվում է, որ Պուտինը ջղայնացել է նրանից, որ Իրան դե Պուտինը բացեի բաց այդ բանը քննարկել է, որտեղից ենք մենք իմացել, որ Աբրամովիչն է գնալ, Պուտինը բացեի բաց հայտարարել է, ինքը գաղտնի օպերացիա էր։ Այսինքն կատաղեց բունկերային առնետը առաջարկից եւ բանից, որ հայտարարել որ բացեի բաց հայտարարել է Զելենսկին է, ոնց որ ասել է, օքեյ, դե արի ասեմ։ Ու բացել է թե ինքը ինչ առաջարկ է։ Եվ փաստացի որքան էլ որ դա տարօրինակ չի, Ռուսաստանի համար շատ լավ պայմաններ են եղել։ Այսինքն ճակատի սառեցում գծով, որտեղ որ հիմա կանգնած։ Մոտավորապես 94 թվականի Հայաստան-Ադրբեջան թեման։ Ճակատով սառումը։ Ուղղակի սրանից հետո հաջորդիվ, քան Ռուսաստանի ոչ մեկ պատժամիջոցների տակից չի անելու։ Բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանին սա պետք է որ ինքը շունչ կաշի, հետո հարձակվի, Ուկրաինային էլ ապա սա պետք որ շունչ կաշի, հետագայում հանի։ Այս
ցիկլը, ասենց այս սպիրալը, այս սպիրալը ի վերջո տանելու է նրան, որ Ռուսաստանը 100%-ով պարտվելու է պատերազմը եւ ինչքան շատ ձգի, այդքան ավելի մեծ խնդրեմ է լինելու։ Վստահ եմ, որ սա հասկանում է Աբրամովիչը։ Եվ վստահ եմ, որ այս հասկացողությունը կա նաեւ վերնախավի մի մասի մոտ։ Առավել եւս, որ ուկրաինացիք շարունակաբար ոչնչացնում են գեներալիտետը։ Ընդ որում Մոսկվայում այնպես չի, որ ինչ-որ միտեղ ճակատում դե հիմա շտաբ է, ինքը դրա համար է նախատեսված, զինվորականը կարա եւ մահանա, արդ չկա, այնտեղ պատիվ է մահանալը, կոպիտ ասած մարտի դաշտում ես, բայց եթե դու տանն ես դուսես եկի, ասենք, բանով 3 գից ադիբաս սպարտիվկով զիբիլը գցելու, դե աբիբաս տրակել ես, ասենք, լավ, այսինքն այնտեղ սենց ասենք, չենք ասում շատ պիկային է, բայց ինչ-որ լուծում, նոր լուծում պետք է տրվի նոր լուծում պետք է, ես համաձայն եմ, բայց գիտեք, ստեղ մի հատ շտկում է պետք, բանա ֆլիպ-ֆլոպ է եղել, այսեն շուր է եկել, թելադրողը Ուկրաինան է։ Ռուսաստանը արդեն ոնց որ թե ակնարկներով տեսնում ենք, որ ինքն էլ է ընդունում, որ թելադրողը։ Չի կարա չընդունի։ Հասկանում եք ինքը Զելենսկու առաջարկը ինչքան իրանք պատտեցին, դե այսպես, այնպես։ 24 թվականին ինքը էլի Ուկրաինան էր թելադրում, բայց Ռուսաստանը բաներ անում, թրփոշանում էր։ Հետո եկավ Տրամպը, Ռուսաստանը էլի անկորիջ բան sense բաներ, Ռուսաստանը էլի չէր ընդունում, բայց թելադրողը մեկա Զելենսկին էր։ Որ ես հիշեցնեմ այդ, որ Զելենսկին քարտ չուներ չնայած 4 թուղթ վալետը ձեռն էր, այդ Տրամպի կաբինետում այդ որ եղել էր, Զելենսկին թելադրեց նույնիսկ Տրամպին, որովհետև եվրոպական լայն կոալիցիան, այդ թվում լայն, որտեղ Ճապոնիա կար, որտեղ Մեծ Բրիտանիա կար, Կանադա կար, լայն կոալիցիան Տրամպին էլ փոխեց։ Հիմա Տրամպը ժամանակին ասում էր ես բանը Ուկրաինան մեղավոր է այս կողմենքով, հիմա ասում է ես չեմ խառնվում, իսկ Ռուբիոն ասում է մենք գիտենք, որ Ուկրաինան հաղթում է, եղբայր, մենք դրա համար չենք խառնվում, երբ որ կհասունանան, որ ոնց որ Հայաստանն ու Ադրբեջանը գան մեր մոտ թուղթ ստորագրեն, այդ վաղ կանենք։ Այստեղ ես նորից ուզում եմ հետ գալ մեր այն հարցին, որ քննարկում ենք հապկի հետ կապված, որ նրանք այսպես բազմիմաստ ձևով ասում են մենք կքննարկենք Հայաստանի ներկայությունը հապկում, շատերը էլի քաղաքական սպառնալիք են տեսնում այստեղ եւ ասում են, տեսեք Ռուսաստանն ասում է Եվրոպան մեր թշնամին է եւ ով որ Եվրոպայի հետ է նա մեր թշնամին է, հիմա Ռուսաստանը ասում է Հայաստանը ավելի շատ ՆԱՏՕ-ի հետ է, չգիտես, ինչ որ հարաբերությունների մեջ քան հապկի, եւ եթե հապկից Հայաստանին դուրս բերեն, ստացվում է, որ Ռուսաստանը հայտարարում է Հայաստանին թշնամի։ Տրամաբանությունը հասկացանք եւ վախեր դրա հետ կապված։ Վախերը ընդունում եմ, բայց ասենք ասեն իրավիճակն է, որ Ռուսաստանի հետ թշնամի լինելը մեծ պատիվ է։ Ասենք որ մանկապիղծ բանակ է, որ բուչա է անում, ցեղասպանություն է անում, որ անիմաստ քաղաքացիական մարդկանց է սպանում, տրակացնում է, իրան պահում է ոնց որ։ Դե ասում եք որ Ուկրաինայում են, հենց էլ քեզ հետ կլինի, մենք էլ ասում ենք ոնց որ Ուկրաինայում եք ձեզ մոտ է այդպես։ Գլուխը քարով է տվել։ Չի կարա ինքը Հայաստանում տենց անի։ Ինքը շատ փոքր է, որ Հայաստանում տենց բան անի։ Ռուսաստանը։ Հա, ինքը փոքր է։ Հա, Հայաստանին տենց հեշտ չի։ Հասկանում եք, այստեղ խնդիրը որն է, ես էլ եմ ասում 44-ին մենք պարտվել ենք, որտեղ Ռուսաստանը մեզ դավաճանել է։ Թե մեր առաջնագծի այն կողմը եղածներին տղեկը հում կուտեին։ Այտենց չի եղել, որ մերոնք փախել են Թուրքից։ Ռուսաստանը այն պահին, որ այստեղ հասկանան, որ Ռուսաստանն է որ այդ հարձակվում։ Լավն ու բարին կպղծեն Ռուսաստանի։ Նույն են մարդիկ, ովքեր եկել էին Սամվել Կարապետյանի համար ստե ձեն տալու։ Իրանք կարող է մի օր արթնանան, տեսնան Ռուսաստանը սաղ վառվում է տարբեր տեղերից։ Ձեզ թվում է իրանք չեն կարա մեր միջոցով Ուկրաինային թիրախ տան։ Կամ ասենք բաներ միասին, պատկերացնում եք Ռուսաստանի հետ ինչ կանենք մենք եթե տենց բաներ լինի։ Ես էլ չեմ ընկնելու մարդու իրավունքների մասին մտածեմ։ Չէ, մարդու իրավունքների մասին միշտ է պետք մտածել։ Հա, բայց մարդ պետք է լինի դեմդ։ Մարդու իրավունքների մասին միշտ է պետք մտածել։ Լավ, խոսքը տալիքը մտածել։ Այո, մտածեք։
Մնաց մեկ թեմա, որը եւս շատ կարեւոր է մեզ համար, իհարկե Ռուսաստան-Ուկրաինան էլ է կարեւոր, դրա համար ենք Չէ, ես ուզում եմ որպեսզի մարդիկ ճիշտ հասկանան այս ամբողջ ինչ որ ես ասում եմ, ինչպես բազմիցս ասել եմ, դուք մի պատկերացրեք, որ պատերազմը դա միշտ ասենք, որ դու տանկի մեջ նստած ես, կամ ասենք կործանիչի մեջ նստած ես, ձեռը THK 416-ա ու դու սենց մտածում ես երբ է գալու որ խփես։ Չէ, տարբեր պատերազմ վարելու տարբեր ձևեր կան։ Եվ այդ ձևերի 99%-ը կապված չի, որ դու ասենք ձգանը սխում ես ու փամփուշտը գնում կպտում դրա ճակտին։ Դու հազար ու մի ձև Մենք կա։ ոնց որ թե բավականին շատ ձևերի մեջով անցանք այս Ահա, ես դրա համար պատկերացրեք, որ Ադրբեջանը քանդվելու է, որտեվ մենք լեկլերկներով մտնելու ենք Բաքու, չէ։ Իրանք իրանցով իրար խելոք կմորթեն, բան մի օր կարտնանան, կտենանք էլ մարդ չկան։ Հենց որ թեթև տարեք։ Ադրբեջանի թեմային չեմ ուզում խորանամ, գուցե մեկ հաղորդման ընթացքում դրա մասին խոսենք, Միացյալ Նահանգներ Իրան էլի շատ կարևոր էր, 3 բառացիորեն 1 օր առաջ Թրամփը ասում էր հիմա ես կխփեմ ամենահուշկու հարվածը իզութոզը չի մնա Իրանից, եւ նույն օրը երեկոյան, կարծեմ թե նույն օրը երեկոյան ասեց մենք համարյա թե դարիս պայմանագիրն ենք ստորագրելու Եվրոպայում բայց Իսլամաբադի բան է կոչվում, համաձայնագիր է կոչվելու, համենայն դեպս ինչ որ մեծ համաձայնագիր են պատրաստվում կնքել Իրանի հետ, ընդ որում Հորմուզի հարցն է այստեղ սառեցված ուրեմն ինչն են 10-15 միլիարդ դոլարի մասին խոսքը Կատարի բանկերի։ Այո, բանկերի եւ այլ եւ այլ։ Այդ բաների իրանական նավթի գումարն է, Հորմուզ։ Դեռ փաստ չէ որ կստորագրեն, իհարկե։ Տեսեք, երևի փետրվարի 26-ից թե 28-ին որ ասել է, լավ, սենց ասեմ, մարտի 3-ից մենք արդեն պետք է որ սովորած լինեինք, որ ցանկացած հարց, որը վերաբերվում է այս հարաբերություններին, մենք պետք է ավելի շատ վստահենք ցավոք սրտի իրանական կողմին, քան ամերիկյան, ցավոք սրտի, որտեվ միշտ ցանկալի է, որ երկու կողմին հավասարաչափ գոնե ինչ-որ մի աղբյուր լինի, որ երկուսն էլ հավասարաչափ վստահելի լինեն, որպես երբ որ վերլուծում ես կողմնակալություն չանես, բայց այն ինչ-որ մենք տեսել ենք ամբողջ գարնան ընթացքում եւ իմ արդեն ամռան բան մեզ մոտ իրավիճակը այնպեսին է, որ իրանական կողմը ավելի վստահելի է ինֆորմացիա տրամադրելու տեսանկյունից, քան ամերիկյան։ Ինչ վերաբերում է Տրամփին, տեսեք, ինչ շատ էմոցիոնալ շատ բաներ է անում, տենց ինչ-որ թե հիմա դրա համար, օրինակ հենց դրա համար վստահելի չի։ Ես ծանոթ եմ բոլոր ամբողջ աշխարհն է ծանոթ իրականում իրանական 10 կետին։ Ես չեմ հանդիպել, որ իրանական կողմը երբևիցե դրանցից հրաժարվի եւ մենք պետք է հասկանանք իրանական կողմը արդյոք դրանից հրաժարվել է թե ոչ։ Դեռ ոչ, որովհետեւ վերջին լուրը այն է, որ որոշում վերջնական չի կայացվել, այդ Թեհրանն է ասում, արտգործնախարարության խոսնակը ասում է բանակցվող փաստաթղթի մեծ մասը համաձայնեցված է, սակայն քննարկումները շարունակվում են։ Դե տեսեք, մենք դրա միջով անցել ենք, մեզ մոտ էլ է թե հիշում եք բանակցային փաստաթղթի վերջնական փաստաթղթի 90%-ը համաձայնեցված էր 21 թվականից մինչև 24 թվականի ապրիլ, եթե չեմ սխալվում։ Եվ 25-ին, 25-ի մարտին էր ստորագրվեց, իսկ համաձայնեցվեց, էլ չստորագրվեց։ Իսկ բանով արդեն որ երկու կողմն էլ ասացին, որ համաձայն են փաստաթղթի հետ։ Իսկ մինչև այդ ինքը տենց մեզ տենց է տանում բերում է, որ մի կետ մնացել։ Դե հիմա այստեղ դեռ այդ տեսեք, հարցը, որը գոյություն ունի ԱՄՆ-ի եւ Իրանի միջև, պակաս բարդ չի, քան հայ-ադրբեջանական հակամարտությունը տարածաշրջանում։ Իրականում հայ-ադրբեջանական հակամարտությունը տարածաշրջանում եւ Իրանի եւ Միացյալ Նահանգների հակամարտությունը տարածաշրջանում իրանք նույն պիեսի տարբեր ակտերն են եւ իրականում այդտեղ հակամարտությունը տանում է ուրիշ թե իրանական կողմը 100% այս պահին չկա վստահություն որ իրանք կհրաժարվեն դրա համար ասում եմ 100% հարցը քննարկելու է նաեւ Լիբանանից Իսրայելի զորքերը դուրս բերել սա ավտոմատ կերպով քանդում է Նետանյահուի այսպես կոչված անվտանգային համակարգը
Եվ ես չեմ հավատում, որ դա հնարավոր է, որ ամերիկյան կողմը կհամաձայնվի դրան առանց Իսրայելի համաձայնության։ Դե Թրամփը ասում է, ես ինչ ասեմ, հիմա Իսրայելը պետք է ասի այո։ Նետանյահուն էլ ասում է, ես ընդհանրապես տեղյակ չէի։ Աչքս տենա։ Տեղյակ չէի, ինչի մասին են խոսում, պանիկայի մեջ։ Ես սենց ասեմ, ես կարող եմ Թրամփին, քանի որ ինքը ոնց որ Թրամփի ադմինիստրացիան Հայաստանի հանդեպ իրան այդքան վատ չպայեց, ես հասկանում եմ, որ են դեսպան չունեն, բայց եկան նախընտրական փուլին, փորձեցին ցույց տալ, որ իրանք Հայաստանին չեն անտեսում եւ Հայաստանի շահերը հաշվի առնելու, այ դեպ մի խնդրանք էլ ազգորից ցենց ուշադիր լսում են։ Էդ էլ ասեմ, էլի որ տենց բավականին լուրջ է ամերիկյան տրանսնացիոնալ կորպորացիաներին խնդրում հայտնեք, որ Թուրանի երկրները եւ Հայաստանը չպետք է լինեն նույն գոտում։ Հայաստանի համար արտադրվող ապրանքը մշակվող գովազդը բան չպետք է սարքվի Ուզբեկստանի, Ղազախստանի, Qırğızստանի եւ մնացորդային սկզբունքով Հայաստանի։ Մենք եւ իրանք տարբեր են։ Ես չգիտեմ, որ մի խոշոր եղջերավոր անասունն է կպցրել այդ բանը ստեղծել, որ կենտրոնական Ասիա եւ Կովկաս ուզում եմ հանդիպեմ, ենթադրում եմ արդեն ինքը այն Վալհալայում, թե չէ ուզում էի հանդիպեի, մի հատ հասկանեի։ Դե լավ չի պատկերացնում դա։ Իհարկե լավ չի պատկերացնում ու այդ ամեն ինչը մինչև հիմա մեզ անդրադառնում է, ես վերջերս ուղղակի բան է։ Սա խանգարում է Ամերիկային հասկանալ ինչա կատարվում։ Ես իզուր չեմ ասում։ Այս բաները, որ ասում եք, հա, ասենք, չգիտեմ, ինքը կարա Նետանյահուին ասի Նետանյահուն ինչ անի։ Երևի կարա ասի ինչ անի։ Հա, բայց Նետանյահուն Հիշում եք հին հայկական ֆիլմ կար, ասում է մերժելը չի մերժես, նույնիսկ կտա։ Այն ուշադիր կլսի ինչ է անում, բայց չի անի։ Որովհետև Թրամփը ունի mid-term, Թրամփին պետք է այս ամեն ինչը կասեցնել գոնե, որովհետև սենց վարկանիշի անկում աշխարհում ինձ թվում է նույնիսկ ինքն է հասկանում, որ դիտը համահանել է։ Իրանն էլ դա գիտի եւ օգտագործում է։ Իսկ քանի որ Իրանը դա գիտի, ինքը պահը օգտագործում է, ինքը պետք է սխմի։ Մինչև վերջ։ Այն էլ գիտի, որ այն էլ առանց հրեական համայնքի չի կարա ոչ մի բան ձեռք բերի, այն էլ ընդեղից է սխմում։ Մի հատ հարց կա։ Դոնի, ընչի տեր պետք։ Ինքը չգիտեր երևի, թե որ ընկնելու է։ Այլի որ վերջի հույսը այն էր, որ ինքը Իրանի մեջտեղ։ Հա, ինքը Թրամփ Կենեդի կենտրոնն էր ստեղծել, էտե չունես։ Հիմա էտել այդ քո Թրամփի անունը կուվալդով խփին, այն ինչ ուրախությամբ կպցնում էին, նույն ատելությամբ հանեցին։ Ու իդեպ դա ընդհանրապես Իսրայել-Իրան հակամարտությունը չի։ Դա Եվրոպայի հակամարտությունն է, բանի դեմ, քաոսի դեմ։ Նետանյահուն քաոսի ներկայացուցիչ։ Ինքը հակաեվրոպական շարժումն է։ Դու սխալ եք ընկալում այս պատերազմը։ Այս եվրոպական քաղաքակրթության ոչնչացման փորձը։ Եվ Արցախյան պատերազմը, Հայաստանի վրա հարձակումը, Հայաստանին պահանջը, բանը փոխելը, այս ամեն ինչ ուրիշ տեղ է։ Եվ Փաշինյանը, որ ասում է Արարատը պետք է հանենք, եւ Մակրոնը, որը գնում է ու Արարատը նկարում։ Այդ լրիվ տարբեր բաներ են։ Ուղղակի Նիկոլը վախում է։ Ոչ միայն մենակ մնալուց, ինքը մենակ չի մնա, ինքը վախում է հակամարտությունից, ինքը վախում է որոշում կայացնելուց, ինքը վախում է իր խամչիկին չափալախելուց, ինքը վախում է Պուտինի վրա մունատ գալուց, ու ինքը վախենում է կարդալ մի հատ տենց չաղ մի հատ մուժիկ կար, որ մենակով Գերմանիայի դեմ մնաց է, Ուինստոն Չերչիլը, ասում երբ որ ընտրում ես խայտարակության պատերազմի մեջ խայտարակությունը, ստանում ես համ խայտարակությունը, համ պատերազմը։ Իսկ Նիկոլը վախում է դա կարդա, ինքը Նելսոն Մանդելա է կարդում։ Այդ է պրոբլեմը։ Ես ուզում եմ, շնորհակալ եմ, ուզում եմ պարզապես մեկ տողով անպայման անդրադառնալ, քանի որ այս շաբաթ է այս լուրը տարածվել, որի համար կարծում եմ դա դրական լուր է, Հայաստանն առաջին անգամ սկսել է արտադրել ժամանակակից զրահապատ թիթեղներ։ Հայաստանը արդեն ոչ միայն զենք ենք վաճառում, որի մասին խոսում էինք, այլ զրահապատ թիթեղ ենք արտադրում։ Ես չեմ հարցնի դա լավ է թե վատ, ենթադրում եմ դա լավ է։
Նորմալ երկրներում դա 19-րդ դարում էր։ Ոչինչ, մենք չենք ունեցել դա։ Երեք չենք ունեցել։ Okay. Այսօր ունեցանք։ Okay. Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ։ Կարեն Սարգսյանի հետ ամփոփում էինք շաբաթը Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան Զրուցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ընձեզ։